Վառելիքի պակասի ֆոնին Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից, հայտնում է Reuters-ը հղում անելով ոլորտի երկու աղբյուրների։ Աղբյուրներից մեկի խոսքով Հնդկաստանից Ռուսաստան արդեն ուղարկվել է 60,000 տոննա բենզին։ Մյուս աղբյուրը հայտնել է, որ դեպի Ռուսաստան է ուղևորվում 2 լցանավ, որոնցից յուրաքանչյուրում կա 30-ից 40,000 տոննա բենզին։ Միաժամանակ Reuters-ի տվյալներով հունիսից Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է պատմական առավելագույնին։ Գործակալության մեկ այլ զրուցակից հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է տարբեր երկրներից, այդ թվում Բելարուսից ամսական ներմուծել 400,000 տոննա բենզին։ Reuters-ի հաշվարկներով հուլիսի առաջի կեսին Բելարուսը Ռուսաստանին մատակարարել է ավելի քան 70,000 տոննա բենզին, ինչը 3 անգամ ավելի է, քան մայիսի առաջի կեսին։ ՀՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Ռուսաստանի նախկին նախագահ եւ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալ-Խամենեիի հուղարկավորության արարողությանը կմասնակցի որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ։ ISNA գործակալությանը տրված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Նրա խոսքով ռուսական պատվիրակության կազմում կընդգրկվեն նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարարության ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև Սուննիի մուֆտիների խումբ եւ մի շարք շիա կրոնական գործիչներ։ Իրանի դեսպանը նշել է, որ Ռուսաստանի քաղաքական ու կրոնական շրջանակների, ինչպես նաև տարբեր դավանանքների ներկայացուցիչների մասնակցությունը վկայում է հանգուցյալի անձի հանդեպ տածած մեծ հարգանքի մասին եւ արտացոլում է Իրանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների խորությունը։ Չորեքշաբթի օրը Թուրքիայի տարբեր շրջաններում երկրաշարժերի շարք է արձանագրվել։ Ամենաուժեղ ստորգետնյա ցնցումն ունեցել է 3.6 մագնիտուդ։ Վկայում են եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները։ Սեյսմոլոգների տեղեկություններով ամենահզոր երկրաշարժը տեղի ունեցել տեղական ժամանակով 9:31-ին երկրի արևելքում։ Դրա էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից, որի բնակչությունը կազմում է մոտ 371,000 մարդ, դեպի հարավ-արևմուտք, մոտ 55 կիլոմետր հեռավորության վրա եւ Գևաշ քաղաքից 26 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։ EMSC-ի տվյալներով օրվա սկզբից Թուրքիայի տարբեր տարածաշրջաններում ավելի քան 20 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել։ Մնացած երկրաշարժերի մագնիտուդը չի գերազանցել 2.8-ը։ Հրապարակման պահին տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ռուսաստանը կարող է մոտ ժամանակներս լայնածավալ հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքին։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինեի հետ մամուլի ասուլիսում։ Շաբաթը 1 կամ 2 շաբաթ մեկ լինում են զանգվածային հարվածներ հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով եւ տարբեր տեսակի տասնյակ հրթիռներով։ Այսօր շատ տհաճ տեղեկություններ են ստացվել ռուսական նմանատիպ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին։ Կան հետախուզական տվյալներ, հայտարարել է Զելենսկին։ Քաղաքական գործիչը հայտնել է, որ իր թիմի հետ շտաբ կվերադառնա Ուկրաինա։ Նա նաև կոչ է արել չանտեսել օդային տագնապի ազդանշանները։ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ։ Այս մասին Վենսը հայտարարել է Վիրջինիա նահանգում լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով ԱՄՆ-ի հետագա քայլերը կախված կլինեն Իրանի վարքագծից։ Ես ոչինչ չեմ կարող խոստանալ։ Ի վերջո ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կվարվի Իրանը։ Մի բանում վստահ եմ, որ նախագահը մեր զինված ուժերը կրկին չի ուղարկի առանց ծայրահեղ անհրաժեշտության եւ հստակ սահմանված նպատակի, ասել է նա։ Փոխնախագահը նաև նշել է, որ եթե Իրանը վերսկսի իր միջուկային ծրագիրը կամ կրկին սկսի հարձակումներ իրականացնել առևտրային նավերի վրա, ապա ԱՄՆ-ի մոտեցումը կփոխվի։ Բացի այդ, Վենսը դրական է գնահատել ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների միջև ընթացող խորհրդակցությունները։ Դեռ վաղ է խոսել արդյունքների մասին, սակայն բանակցություններն ընթանում են հաջողությամբ, հավելել է նա։ Ադրբեջանից Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ում Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Կառավարությունում տեղի է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը։
Եվրամիությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրամիությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Վերջին ամիսներին մեզ հաջողվել է առաջընթաց արձանագրել Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության օրակարգի մեկ այլ կարևորագույն ուղղություններից մեկում կապակցվածության ոլորտում, ասել է Փաշինյանը։ Արձագանքելով Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է՝ եկել եմ ասելու, որ կարող եք մեզ վրա հույս դնել։ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը տված 52 միլիոն եվրոյի համար։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման եւ այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար, լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման եւ արտահանումների խթանման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը կլինի շարունակական, ասել է Փաշինյանը։ Հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ է ներդրվում հանրապետության ամբողջ տարածքում, այս մասին հայտնել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Ըստ նախարարության նոր համակարգի կարևոր նախապայմանը է ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամների զբաղվածության ապահովումը։ Անապահովության գնահատման նախկին համակարգում նպաստի միջին չափը կազմել է 30,000 դրամ։ Անապահովության գնահատման նոր համակարգում նպաստի միջին չափն այս պահին 86,000 դրամ է։ Եթե ընտանիքի անդամն աշխատանքի ընդունվի, ընտանիքի անապահովության գնահատման համար դիմումներ կազմելու հետո, ապա եկամուտը 12 ամիս շարունակ չի հաշվարկվի ընտանիքի եկամուտների կազմում։ Ընտանիքի անապահովության աստիճանը տարբերակվում եւ չափվում է 4 շեմերի միջոցով, որոնց հիմքում պարենային զամբյուղի արժեքն է։ Անապահովության գնահատման նոր համակարգով դիմելու եւ անապահովությունը գնահատելու գործընթացներն ամբողջությամբ թվայնացված են։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ եւ գործողությունների փոխլրացմամբ Բագրևան թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն եւ իրացնում են առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություններ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։ Պարզվել է նաեւ, որ տարածքի պահպանությունն իրականացվում է տարբեր անձանց կողմից նպատակ ունենալով սահմանափակել օտար անձանց մուտքը տարածք։ Պաշտպանության նախարարության մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր պաշտոն է ստացել։ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալիրի համալսարանի պետ, ասված է որոշման մեջ։ Համլետ Տևոնյանն ազատվել է Պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Համլետ Լևոնյանը Պաշտպանության նախարարության այն պաշտոնյան էր, որի մասին համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչ վարք էր դրսևորել վերջինս, լինելով Պաշտպանության նախարարության պաշտոնյա։ Արմեն Գյոզալյանն էլ ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Արմեն Գյոզալյանին ազատել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Սահմանադրական դատարանում ավարտվել է 7 քաղաքական ուժերի կողմից հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցությունների սենյակ, որոշում կայացնելու, որը կհրապարակվի հուլիսի 4-ի երեկոյան։ Դատաքննությունը մեկնարկել էր հունիսի 26-ին։ Ընտրությունների արդյունքները վիճարկում էին 7 քաղաքական ուժ, որպես երրորդ անձ ներգրավված էր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, պատասխանող կողմներ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հարակից պատասխանողներն էին հակակոռուպցիոն կոմիտեն, ներքին գործերի նախարարությունը, գլխավոր դատախազությունը։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավարները եւ հայ գործարարներն այցելել են Վանի առևտրաարդյունաբերական պալատ։ Այցը տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն միջսահմանային կապերի ամրապնդում նախագծի շրջանակներում։ Նշենք, որ այցն առաջին պատասխան այցն էր դեռևս 2019-ին Հայաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո, գրել է Էրմենի Հաբերեյեմը։ Կողմերը քննարկել են սահմանային անցակետի բացումը եւ Վանի առևտրաարդյունաբերական պալատի դերն այդ գործընթացում։ Հայաստանի արդյունաբերողների եւ Կատերերի միության փոխնախագահ Արթուր Ղազարյանը նշել է, որ իրենք երկար ժամանակ աշխատում են Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ։
Հայաստանի պետական խորհրդանշանների օրվան նվիրված Tricolor Yerevan Night Run-ի շրջանակներում հուլիսի 4-ին ժամը 21:15-ից դադարեցվում է երթևեկություն ամբողջությամբ հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցում, Մաստակիորեն Նալբանյան փողոցում, մինչև Թումանյան փողոցի խաչմերուկ, Թումանյան փողոցում, մինչև Աբովյան փողոցի խաչմերուկ եւ Աբովյան փողոցում, մինչև հանրապետության հրապարակի հատվածը։ Վազքը կմեկնարկի ժամը 21:30-ին եւ կավարտվի 23:00-ին, այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը թողարկել է հուշանվեր նվիրված Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենքի կառուցման 90-ամյակին։ Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակին եւ դատախազության աշխատանքի օրվա կապակցությամբ եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում Երևանում մեկնարկած միջազգային համաժողովի ժամանակ հավելելով, որ հուշանվերի թողարկման մասին հանրայնացումը կատարվում է հուլիսի 1-ին, ի թիվս այլնի արժևորելով կառույցի ճարտարապետական եւ պատմամշակութային նշանակությունը։ Ազգային ժողովում ելույթի ընթացքում քաղաքացիական պայմանագրի падգամավոր Հայկ Սարգսյանը բարձրաձայնել է Մեղրիում ծառայող զինվորների կենցաղային պայմանների խնդիրը, նշելով, որ ստացել է զինծառայողի ծնողի ահազանգը։ Նրա խոսքով Մեղրիում, որտեղ ամառային շոկը հատկապես ծանր է, զինվորները շաբաթը միայն մեկ անգամ են լողանում։ Մեռնեմ ջանիթ նախարար ջան, շտաբի պետ ջան, փոխնախարար ջան, խնդրում եմ կազմակերպեք, որ մեր զորքը ամեն օր լողանա։ Սա մեծ ֆինանսական ծախս չի պահանջում, այլ կազմակերպչական հարց է, հաշվի առեք այս անոմալ շոկը եւ սկսեք Մեղրիից, բայց ոչ միայն այնտեղից, ասել է Սարգսյանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Սուրենավանում տեղի ունեցած ողբերգական դեպքը, որի հետևանքով ավտոմեքենայում մահացել է 4 մարդ։ Նախարարի խոսքով վերջնական եզրակացություններ անել դեռ վաղ է, քանի որ փորձաքննության արդյունքները պատրաստ չեն, սակայն նախնական տվյալները վկայում են, որ դեպքը կապված է գազի արտահոսքի հետ։ Այս պահին ըստ նախնական տվյալների գործ ունեն գազի արտահոսքի հետ կան որոշակի ապացույցներ, որոնք վկայում են, որ հենց դա է եղել պատճառը։ Կսպասենք փորձաքննության արդյունքներին եւ արդեն դրանից հետո կտանք վերջնական գնահատական, ասել է Սարգսյանը։ Նա նաև ընդգծել է, որ նախնական տվյալներով դեպքը քրեական բնույթի սպանություն չէ, ամեն դեպքում սպանության հետ գործ չունենք, նշել է Արփինե Սարգսյանը։ Ազգային ժողովի падգամավորներ Ալեն Սիմոնյան, Արուսյակ Ջուլհակյանը եւ Հասմիկ Հակոբյանը հեղինակել են օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է կատարել փոփոխություններ ազգային ժողովի падգամավորի երդման տեքստում։ Հարցը քննարկվել է ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 1-ին գումարված արտահերթ նիստում, տեղեկացնում են ազգային ժողովից։ Հիմնական զեկուցող պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով փոփոխությունները միտված են ընդգծելու պետականության ամրապնդումը, ինքնիշխանությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը։ Նախագիծը դրական եզրակացություն է ստացել։ Հայաստանում անհրաժեշտ է նոր պահանջներ սահմանել դեպի Եվրոպական միության երկրներ ձկան եւ ձկնամթերքի արտահանման համար։ Այս մասին ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը սննդամթերքի անվտանգության մասին օրենքում լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցման քննարկման ժամանակ։ Օրենսդրական փաթեթով մասնավորապես առաջարկվում է սահմանել այն պահանջները, որոնց պետք է բավարարեն ձկնաբուծական տնտեսությունները, ձկնամթերք արտադրող կազմակերպություններն ու այն պահեստավորող ընկերությունները Եվրոպական միության առևտրի վերահսկման եւ փորձագիտական գնահատման համակարգում հետագայում գրանցվելու համար։ Եվրոպական միությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը արդարադատության ոլորտում բարեփոխումների առաջխաղացման օրենքի գերակայության ամրապնդման գործում։ Այս մասին Երևանում անցկացվող եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ ասել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նրա դիտարկման վերջին տարիներին Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել երկրի իրավական եւ ինստիտուցիոնալ շրջանակը արդիականացնելու, իրավապահ եւ դատախազական ծառայությունների արդյունավետությունը բարելավելու եւ իր գործելակերպը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Օդանավականում Ուրսուլա ֆոն դեր Լայնին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը եւ այլ պաշտոնատար անձինք։ Նշենք, որ ֆոն դեր Լայնը վաղը պաշտոնական այցով կլինի Հայաստանում։
Թուրքիան կցանկանար Ուկրաինայում ռազմական գործողությունների հնարավորինս շուտ դադարեցում եւ կողմերի միջև համալիր բանակցությունների մեկնար։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Ղրղստանի արտգործնախարար Ժեյնբեկ Կուլուբաևի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Մենք քննարկել ենք Ուկրաինայում շարունակվող պատերազմը, դրա հետևանքները եւ դրա վտանգավոր տարածման ռիսկը։ Ես պատմել եմ Ռուսաստան կատարածին վերջին այցի ընթացքում ստացած տպավորությունների եւ մեր գործընկերների հետ շփումներից հետո ստացած գնահատականների մասին։ Այսօր մենք կարծիքներ ենք փոխանակել այս հարցերի շուրջ։ Մեր նպատակն ու մեր ցանկությունը պատերազմը հնարավորինս շուտ ավարտելն ու միակողմանի խաղաղ բանակցություններ սկսելն է, եւ այս հարցում մենք միակարծիք ենք Ղրղստանի հետ, ասել է նա։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հարավային Կովկաս պետք է դիտարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի եւ տարածաշրջանային կապակցվածության զարգացման ուղղված ջանքերի համատեքստում։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյուն։ Պատասխանելով ֆոն դեր Լայենի այցի վերաբերյալ հարցին, Պինյուն նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահն այսօր բանակցություններ կանցկացնի Ադրբեջանում, իսկ վաղը Հայաստանում։ Ուրսուլա ֆոն դեր Լայենին իր այցի ընթացքում կուղեկցի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Պինյուի խոսքով տարածաշրջանային այցը հաջորդում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը եւ Եմեն հանձնառու է տարածաշրջանում տրանսպորտային եւ էներգետիկ կապակցվածության խթանմանը։ Ռազմատեխնիկական ավելի մեծ անկախության ձգտման հակառակ Գերմանիան ապագայում ամերիկյան զենքի համակարգերից հրաժարվելու ծրագիր չունի, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ավելի մեծ անկախության մասին բոլոր պնդումներին հակառակ ոչ ոք երբեք չի ասել, որ մենք ցանկանում ենք հրաժարվել ամերիկյան համակարգերից։ Սա այդպես չէ, եւ սա ապագայում չի փոխվի։ Մենք շատ սերտորեն համագործակցում ենք ամերիկյան պաշտպանական արդյունաբերության հետ եւ ցանկանում ենք շարունակել դա անել, հայտարարել է Պիստորիուսը Բերլինում կանցլեր Ֆրիդրիխ Մերսի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է Ֆենիքս հեռուստաալիքով։ Ռուսական Տելեգրամ ալիքի 112 տվյալներով Օկագետում հայտնաբերվել է դերասան Ալեքսանդր Վիսովսկու մարմինը։ Նա հայտնել էր Բրիգադա եւ Բումեր ֆիլմերում ունեցած դերերով։ Տեղեկություն դեռևս պաշտոնապես չի հաստատել նրա ընտանիքի կամ իրավապահ մարմինների կողմից։ Ըստ նախնական տվյալների 62-ամյա դերասանը որդու հետ գնացել էր ձկնորսության, սակայն որոշ ժամանակ անց անհետացել է տասադաշտից։ Նրա անհետացման մասին հայտնել էր իր կինը Լիլիան, իսկ որոնողական աշխատանքներին միացել էին կամավորական Լիզա Ալեր ջոկատները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանը անհետ կորել է Մոսկվայի մարզում։ Նրա կինը նշել էր, որ ջրային որոնումների համար բավարար միջոցներ չունեն եւ դիմել են տեղացի ձկնորսներին օգնության խնդրանքով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ բանակցությունները զարգանում են դրական ուղղությամբ։ Նրա խոսքերով փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը անդրադառնալով նաև Թեհրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հարցին։ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնի նպատակն է հասնել Իրանի միջուկազերծմանը։ Նրա խոսքով բանակցությունները ընթանում են լավ եւ գործընթացը կարող է բերել ցանկալի արդյունքի շատ պարզ ձևով։ ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ Իրանին չի կարելի թույլ տալ ունենալ միջուկային զենք։ ՆԱՏՕ-ի թվային վերափոխումը, արհեստական բանականության կիրառումը, պաշտպանության մեջ եւ կիբերանվտանգության հնարավորությունների բարելավումը կլինեն հիմնական թեմաները Անկարայում հուլիսի 7-ից 8-ը կանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում։ Ըստ Թուրքի թերթի, որը նշել է, որ Չինաստանի տեխնոլոգիական զարգացմանը հատուկ ուշադրություն կդարձվի այս համատեքստում։ Ինչպես նշում է թերթը, Չինաստանը ՆԱՏՕ-ի ռազմավարական փաստաթղթերում սահմանվում է որպես տեխնոլոգիական եւ ռազմավարական մրցակից, չնայած այն ուղղակիորեն չի համարվում ռազմական հակառակորդ։ Այնուամենայնիվ նրա տեխնոլոգիական աճը գտնվում է դաշինքի երկրների մեծ մասի կողմից ուշադիր ուսումնասիրության տակ։ Այս համատեքստում գրում է Թուրքին. ՆԱՏՕ-ն մշակում է համատեղ նախագծեր կարևորագույն կապի համակարգերը պաշտպանելու, տվյալների անվտանգությունը ամրապնդելու եւ ներմուծվող ռազմավարական տեխնոլոգիաներից կախվածությունը նվազեցնելու համար։ Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրությունների առաջին փուլը կարող է նշանակվել 2027 թվականի ապրիլի 18-ին, իսկ երկրորդը մայիսի 2-ին։ Ըստ Ouest France թերթի համապատասխան ամսաթվերը կառաջարկվեն նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ նախարարների խորհրդի հուլիսի 1-ին կանալիք նիստի ժամանակ։ Ներքին գործերի նախարարության եւ տարբեր քաղաքական կուսակցությունների միջև խորհրդակցություններ են տեղի ունեցել եւ վերջնական որոշումը պետք է կայացնի հանրապետության նախագահը եւ այն պետք է ստորագրվի կառավարության կողմից, գրում է թերթը։
Հունիսին Իսպանիայում առնվազն 900 մարդ է մահացել շոկի ալիքի պատճառով, հաղորդում է Pace թերթը, հղումանելով երկրի առողջապահության նախարարության ուրական մահացության մոնիթորինգի համակարգի նախնական տվյալներին։ Ինչպես նշում է թերթը, 2026 թվականի հունիսը Իսպանիայում երկրորդ ամենատաք հունիսն էր 1961 թվականից ի վեր, երբ երկրում օդերևութաբանական գրառումներ են կատարվում։ Pace-ը նշում է, որ պետական օդերևութաբանական գործակալությունը նախորդ ամիս դասակարգել է որպես չափազանց շոկ։ Այնուամենայնիվ 2025 թվականի հունիսը մնում է ամենատաք ամիսը, որը գրանցվել է պատմության մեջ։ Այս տարվա հունիսին Իսպանիայում բարձր ջերմաստիճաններից մահացել է մոտ 900 մարդ, որոնցից 623-ը աննորմալ շոկի շաբաթվա ընթացքում, նշում է հրատարակության հոդվածում։ Վենեսուելայի երկինքը երկրաշարժից հետո կարմրել է ռելեի ցրման երևույթի պատճառով, հաղորդում է VTV-ն։ Երկրաշարժից հետո դիտարկված կարմիր երկինքը օդում մասնիկների բարձր կոնցենտրացիայի հետ կապված օպտիկական եւ օդերևութաբանական երևույթի արդյունք է, որը հայտնի է որպես ռելեի ցրում, նշվում է հաղորդագրության մեջ։ VTV-ն բացատրում է, որ երկրաշարժից հետո մթնոլորտ են մտել փոշու, ավազի եւ այլ մանրադիտակային մասնիկների մեծ ծավալներ, եւ այդ մասնիկների միջոցով թափանցում են ավելի երկար ալիքի երկարություններ, որոնք համապատասխանում են կարմիր եւ նարնջագույն երանգներին։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն 14-րդի դիրքորոշումը միգրացիա վերաբերյալ մասնավորապես Ամերիկայում մտահոգիչ է։ Ես մտահոգիչ եմ համարում Վատիկանի որոշ հայտարարություններ միգրացիայի վերաբերյալ, վերջի վերջո ես համաձայն չեմ դրանց հետ, ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։ Վենսը, ով ինքն էլ կաթոլիկ է, հավելել է, որ եկեղեցու առաջնորդների հետ իր շփումներում փորձում է համոզել նրանց ԱՄՆ ներգաղթային քաղաքականության վավերականության մեջ։ Ես նրանց ասում եմ, որ մենք թշնամաբար չենք տրամադրված այս Ես խրախուսում եմ երկխոսությունը, բայց հիշեցնում եմ նրանց, որ զանգվածային միգրացիան ունի իր բացասական հետևանքները, նշել է ԱՄՆ փոխնախագահը։ Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայաստանյան համագործակցության արդիական հարցեր, առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում, ասվում է հաղորդագրության մեջ։ Քաղաքացիական պայմանագրիրն առաջարկում է Հայաստանի Հանրապետության համայնքների բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ տեղադրել Հայաստանի Հանրապետության դրոշը։ Սա արվում է ազգային ինքնագիտակցության բարձրացման, միասնական պետական միջավայրի ստեղծման հիմունքներով։ Դրանից ելնելով առաջարկում է Հայաստանի Հանրապետության համայնքների բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ վարչական շրջաններում տեղադրված լինի Հայաստանի Հանրապետության դրոշը։ Առաջարկվում է սրա վերաբերյալ սահմանել մեկ միասնական կարգ։ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ ասել է ԿՊԱ-ական Ալխազ Ղազարյանը։ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ կառավարության առաջարկներն ընդունվել են նախագծի համահեղինակների կողմից։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել դրա մշակված տարբերակով օրենքի նախագծին։ Այս պահին թրիփ նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ձևաչափում կնքվել է համաձայնագիր, ինչը հիմա իրականացման փուլում է։ Այս մասին հուլիսի 1-ին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Դիտարկմանը, որ ռուսական կողմը կասկածի տակ է դնում թրիփի արդյունավետությունը առանց Ռուսաստանի մասնակցության, արդյոք պաշտոնական Երևանի համար որևէ ձևաչափով ընդունելի կարող է լինել թրիփում Մոսկվայի ներգրավվածությունը, փոխնախարարն ասել է. «Չի ուզի ինչ-որ սպեկուլյացիաներ անել այս պահին ապագայի մասին ինչ-որ բաներ ասելով, կարծում եմ չարժի։ Հարցին թրիփի իրականացման դեպքում դա իրականացվելու է ԵԱՏՄ կանոններին համապատասխան», Սաֆարյանը դրական պատասխան է տվել։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է եւ ԵԱՏՄ-ի տարանցման կանոնները գործում են, նշել է նա։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիրքորոշման պատճառով իր օրենսդրական նախագիծը չի ընդգրկվել ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում։ Սարգսյանի խոսքով նախագիծը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք տարիներ առաջ խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն այժմ ցանկանում են ծառայությամբ կամ օրենքով սահմանված վճարով մարել իրենց պարտավորությունը։ Նա որպես օրինակ ներկայացրել է 27 տարին լրանալուց հետո
Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Եզդի երիտասարդի դեպքը, որը ըստ պատգամավորի գործող կարգավորման պատճառով չի կարողացել օգտվել օրենքից, թեև ցանկացել է վճարել սահմանված գումարը եւ 1 ամիս ծառայել։ Արդյունքում նա արդեն շուրջ 7 ամիս գտնվում է անազատության մեջ, Սարգսյանի խոսքով նույն իրավիճակում եւս 16 քաղաքացի կա։ Պատգամավորը նշել է, որ իր հեղինակած նախագիծը նախատեսում է այդ հնարավորությունը տրամադրել նաեւ կալանքի տակ գտնվող անձանց բացառությամբ հետախուզվողների։ Նրա խոսքով կառավարությունը նախագծին դրական եզրակացություն է տվել, սակայն այն չի ընդգրկվել օրակարգում։ Անդրանիկ Քոչարյանը պետական շահը դրել է մի կողմ եւ ամբիցիայով ասել է՝ ես դեմ եմ քո նախագծին, հայտարարել է Հայկ Սարգսյանը։ Դոհայում սկսվել են Միացյալ Նահանգների եւ Իրանի պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ, որոնք կազմակերպվել են Կատարի միջնորդությամբ, հաղորդում է Ալ-Արաբիան, հողոմանելով իր աղբյուրներին։ Վերջինիս փոխանցմամբ ամերիկյան պատվիրակություններն արդեն սկսել են խորհրդակցություններ Կատարի ներկայացուցիչների հետ։ Այս կապակցությամբ Reuters-ը հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտնել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև անուղղակի շփումները շարունակվում են երեքշաբթի օրվանից սկսած։ Աղբյուրի փոխանցմամբ իրանական կողմը հանդիպումներ է ունեցել Կատարի եւ Պակիստանի ներկայացուցիչների հետ։ Տեղեկատվությունը փոխանցել են ամերիկյան պատվիրակությանը։ Աղբյուրը պարզաբանել է, որ անուղղակի բանակցությունները շարունակվել են չորեքշաբթի օրը, որոնց հիմնական թեման եղել է Իրանի սառեցված ակտիվները եւ Հորմուզի նեղուցը։ Քաղաքացիական պայմանագրի վարչության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է խմբակցության ղեկավարի պաշտոնում։ Խմբակցության ղեկավարի ընտրությունը տեղի կունենա վաղը հուլիսի 2-ին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքացիական պայմանագիրը վարչության փակնիստում ազգային ժողովի նախագահի տեխնացու էր ընտրել Ռուբեն Ռուբինյանին, իսկ ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոնում Վահագն Ալեքսանյանին եւ Հայկ Կոնջորյանին։ Պաշտոնից ազատումների եւ նշանակումներ են տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Տիգրան Վիրապյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ։ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ էլ Հասմիկ Ավագյանը եւս ազատվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ Ցուցակների հետ կապված ոչ մի խնդիր չի եղել։ 10,000-ի տարբերության հարց չկա։ Այս մասին այսօր հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանի ընդդիմության բողոքների քննության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի հուլիսի 4-ին։ Կառավարությունը պարզաբանում է տարածել email-ի համարների գրանցման համակարգի վերաբերյալ, ինչ է փոխվելու եւ ինչու է դա կարեւոր, եւ այսպես Հայաստանում նախատեսվում է ներդնել email-ի համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Կարգավորումը միտված է նվազեցնելու ապօրինի ներմուծման բջջային հեռախոսների շրջանառությունը, ապահովելու հավասար եւ արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար, պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված email-ի համարներով հեռախոսներից ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։ Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ, ասված է կառավարության պարզաբանման մեջ։ Թուրքիան ակտիվացրել է Հայաստանի հետ սահմանին անցակետի պատրաստման աշխատանքները, այս մասին հայտնել է News.am-ը նշելով, որ խոսքն Ալիջան մարգարե անցակետի մասին է։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալներ Տիգրան Դադունցը եւ Օքսանա Աբրահամյանն ընդունել են Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպան ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին։ Նշվել է, որ արդարադատության նախարարությունը եւս ներգրավված է վիզաների ազատականացմանն ուղղված գործողությունների ծրագրից բխող միջոցառումներում, որոնք ներառում են մասնավորապես անձնական տվյալների պաշտպանության, հակակոռուպցիոն քաղաքականության եւ իրավական փոխօգնության ոլորտների զարգացման։ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի եւ մյուսների վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ նրանք բողոքարկել են Բաքվի ռազմական դատարանի մեղադրական դատավճիռը։ Դավիթ Ալավերդյանը, Մելիքսեթ Փաշայանը եւ Դավիթ Իշխանյանը հայտարարել են, որ համաձայն չեն իրենց առաջադրված մեղադրանքների հետ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 3-ին։ Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 3-ին կեսօրից հետո 4-ից 6-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Հուլիսի 4-ից 6-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-ից 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով, հուլիսի 4-ից 5-ը ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կնվազի։